Քաղաքական հետապնդում է Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների դեմ ավելի քան 10 ամիս շարունակվող քրեական գործը, դատարանում հայտարարում է արքեպիսկոպոսի պաշտպանը։ Քաղաքական հետապնդման իրականացումը արգելված է։ Սրբազան պայքարի գործով մեղադրյալների պաշտպաններն են ելույթներ ունեցել դատարանում այսօր։ Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի, կեղծ ապացույցներ ներկայացնելով դատարան, քաղաքական հետապնդման մասնակից են նաև քննչական կոմիտեն, դատախազությունը։ Նաև գլխավոր դատախազի անմիջական մասնակցությամբ լծված է եղել անձանց պախարակելու, վարկաբեկելու, զերպարտելու, վիրավորելու գործին։ Բագրատ արքեպիսկոպոսին և նրա 17 աջակիցներին փութաջան զրպարտելու սուրբ գործը քննչականի և դատախազության ղեկավարները իրենց վրա են վերցրել քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար։ Դատարանն է նաև մասնակից այս քաղաքական հետապնդմանը, նկատում է Խուդոյանը։ Հիշեցնում, դատարանն աչք է փակել ներկայացված կեղծ ապացույցների վրա։ Չեմ հանդիպել որևէ գործի, որ այսքան շատ պրոբլեմ ունենա քրեադատավարական իմաստով և այս կարգի ճչացող կեղծիքներով։ Այնինչ մեղսագրվում է սրբազան պայքարի գործով մեղադրյալներին, ահաբեկչություն կազմակերպելու նախապատրաստման հետ որևէ կապ չունի։ Գույնզգույն ծխարձակներով, ամանորի ճայթուկներով և այդպես էլ չհայտնաբերված երկաթե աստղիկներով ահաբեկչություն անել հնարավոր չէ, նկատում են պաշտպանները։ Ինչքան ահաբեկչագիտական նախադեպեր փորձեցի նայել, չպատկերացրեցի մի իրավիճակ, երբ որ ավտոբուսի դիմաց աստղիկներ սփռելով հնարավոր է հանրային իշխանությանը կազմալուծել։ Փաստաբաններին առաջին օրից էլ ակնհայտ է, որ շինծու է գործը։ Պնդում են, քննչական կոմիտեն մոնտաժված ձայնագրություններ է հրապարակել, որոնք ապօրինի են գաղտնալսվել։ Էդգար Ղուշչյան, Առաքել Օհանյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։